Ավինյան ջան, բարև ես եկի։ Ինչ ես ասում, մի հատ քեզ մշակելուց առաջ համատեղ ուժերով մի հատ Պետրոսին չմշակենք, քո ոճով, քո ձևով, հա? Հələ տես լավ եմ անում։ Պետրոս, դու շատ ես լոճվե, Պետրոս։ Այդ որ ասում եմ, որ դու լոճվել ես, ուրեմն ճիշտ եմ ասում, որ դու լոճվել ես։ Ու դու արդեն լենքիդ ես տվել, մենք հիմա պիտի այդ լենքդ նեղացնենք, ու դու այդ լեզվիդ ելևեջները պիտի սահմանափակես, եղավ Պետրոս։ Լավ եմ ասում, Ավինյան ջան, քեզնից եմ սովորել աղբեջան։ Դու էլ պապայիցդ ես սովորել, հա? Պապատ էլա չէ, հենց են օպել քշող են համբալներն ես մա տեղին կարողանում մշակի։ Ոնց է պապան։ Հասցնում է գործեր են Սևանի ափին, որ Օպելչուկ պլազա է կառուցում։ Նորմալ ընթանում է այդ աշխարհը։ Այս վերջերս դատախազը բաներ անում, Տիգրան ջան, ուզում էր այդ Սևանի ափի այդ դաչաները բաները քանդեն։ Դա խո ձեզ չի վերաբե։ Դա հներին է, նոր կառուցվողներ, հա դե լավ է, փառքացու, անհանգիստ էինք ախպեր ջան, այդքան փող ես վերջի շրջանում աշխատե, դե բնականաբար որ դուս պիտի աշխատածել ես, մեր ժողովրդից պիտի աշխատած։ Հիմնական փողը ինչից է, Ավինյան ջան, ասենք այդ համերգներից, հա, թե բանից են, ասֆալտը քանդելուց տեղը նորից ասֆալտ անելուց, թե всё-таки անիֆը մնում անիֆ։ Պետրոս, բայց այդ անիֆն էլ շատ հարիֆ է դուրս եկավ արա, մի անգամից ես թալանվավ ու թալանվավ։ Հիմա ինչ ես ասում, Պետրոս, քո մշակումից պրծանք, անցնենք մի հատ էս մեր ընկերոջ մշակմանը, դե գնացինք։